ասել նախագահներին ու ասում է, թե ինչ ասեց։ Այսքանը բավական։ Ինչպես տեսնում ենք, այս հատվածում ևս խոսողն ընդհանրապես պատմում, որ վերջին 6 տարվա ընթացքում մի քանի անգամ, այդ թվում 20 թվականի պատերազմի ժամանակ դրանցը ասել է, ընդ որում ասել նախկին նախագահներին, որ ռազմական հեղաշրջում է պետք։ Ամբողջ դատաքննության ընթացքում պաշտպանության կողմը պնդում է, որ սա ոչ թե ոչ է, այլև խոսողը պատմում է, որ ինքը նախկին 6 տարվա ընթացքում մի քանի անգամ ասել է, որ դա անհրաժեշտություն է։ Դրանի պատասխան մեղադրողներն իրենց եզրափակիչ ելույթում նշել են հետևյալը, Թեև քրեական գործի դատաքննության ամբողջ ընթացքում պաշտպանության կողմը մշտապես նշում է, որ մեղադրելի խոսքն իր մեջ կոչ չի պարունակում, քանի որ խոսքում նա պատմում է անցյալում տեղի ունեցած իրադարձությունների մասին, սակայն ըստ էության, ըստ բառն է ամենակարևորը, ըստ էության, իր ելույթով մեղադրելը հասարակության լայն շրջանակներին ուղղորդում է, համոզում եւ հրահրում է հեղաշրջում կատարելու։ Ավելին իր խոսքով մեղադրելը նշում է իշխանություն զավթալու անհրաժեշտության մասին երկրորդ նախագահների ՊՆ ԱԱԾ ոստիկանության բարձր պայքարի միջոցով անելու վերաբերյալ։ Տվյալ կոչի նպատակն է եղել համախմբել մարդկանց ուղղություն տալ նրանց արարքներին լղել պետական իշխանության բռնության զավթել։ Հիմա այս մտքերը որտեղ է ծնացել։ Նախ կոչը միտեղ չասեց, այսի կոչը։ Ասում են որ պատմելը ըստ էության դրանով ուղղորդում է։ Բայց պետք է տեսնենք այս կոնկրետ պահին, հենց այս գործողության պահին, ոնց ինչ-որ արեց կոչ։ Այդ չարեց։ Հիմա դուք ասում եք, այն որ ինքը նախկինում ասել է, դա հիմա ասում է, հանցագործություն է։ Այդ չեմ ալարում կրկնեմ, դուք եք ասել, որ նախկինում դա հանցագործություն չի։ Այդ ոնց եղավ, որ դրա մասին հիմա ասում է, դա հանցագործություն։ Քանի որ մեղադրողները ևս քաշ գիտակցել են, որ մանիպուլացնում են փաստերը, որ իրականում այդ հարցազրույցում որևէ գործ չկա եւ ընդհանրապես պատմում են նախկինում տեղի ունեցածի մասին, ուստի փորձելով ցույց տալ, թե հիմնավորում են իրենց ասածը, կրկին վկայակոչել են ավարտած հանցանք համարվող հարակից մոտ 1 տարի 4 ամիս հետո տեղի ունեցած հարցազրույցը, բովանդակություն, որը դատանը չի համարել մեղադրանքի մաս։ Մասնավորապես մեղադրողները նշել են հետևյալ, հիմա ոչ չեմ ներբերելու, քանի որ սա մասին ներբերեցի։ Նորից իրենք ասում են դիտավորության մասն է վկայում 25 թվականի 21-ի հարցազրույցը, որը հաստատել է 24-ին եւ դա կոչ է։ Այսինքն տեսանք, չէ՞, եթե ես սխալ եմ, եթե պաշտպանության կողմից սխալ եմ, ուրեմն համապատասխան առարկություններում մեղադրողները պետք է ասեն, չէ, այս ինչ բանը բաց է թողել։ Այս հատվածում մենք ցույց ենք տվել կոչը, որ ոչ թե ասել ենք, որ պատմումը ըստ էության կոչ է, եթե դա է փաստարկել, լսենք իմանանք, որ սա է։ Որտեղ դա չի կարող լինել կոչ։ Սա իրենց գնահատականն է, որ ըստ էության, այսինքն ով ինչ պատմի, ասեն դեցանը ու կոչ է ստանում։ Ամփոփելով վերօրյալը, հարկ ենք համարում անվերապահորեն պնդել, որ չնայած բազմաթիվ խոստումներին ու հավաստիացումներին, ամբողջ դատաքննության ընթացքում մեղադրողները այդպես էլ չեն կարողացել մատնացույց թե 24 թվականի փետրվարի 3-ի հարցազրույցում կոնկրետ որն է եղել կոչը եւ այն էլ իշխանությունը բռնի զավթելու կոչը։ Իսկ եթե չկա կոչ, ապա չկա հանցագործություն։ Ինչու է կարևոր այս ամենի նկարագրությունը։ Հասի ինչպես նշել ենք, մենք պաշտպանվել ենք ներկայացված մեղադրանքից եւ դրա պարզաբանումներից։ Իսկ պաշտպանության կողմին որևէ մեկը միջոց չի կարողացել մատնացույց անել, թե ներկայացված մեղադրանքում որն է հանցավոր համարվող կոչը։ Եվ այստեղ ամենակարևորը, որ մեղադրողները չարեցին, մենք էլ չպաշտպանվեցին, այս դեպքում դատանը մի անգամից պետք է արտահայտություն անել։ Այսինքն դատարանը որտեղից հասկացել որ կոչ կա։ Պատկերացնում եք, չէ՞, ով որ մեղադրում է, ինքը չգիտի կոչը, որ նա չի կարողանում ասի կամ չի ասում։ Հիմա դատանը որտեղից բացեց։ Օրինակ ինքը գնաց, մեղադրական մտքեր մոտ առաջացրեց, որոշեց դե լավ, մեղադրողները չեն ասում, ես կասեմ, իրավունք ունի նման բան դատարանը։ Հելի չի դատավճռում չի գրել, թե որն է այդ կոչը, որտեղ մենք այդ հարցը ասես կարմիր թելի պես անց ենք կացրել, որտեղ սա է, չկա կոչ, չկա հանցագործություն։ Բայց դատանը միտեղ չգիտի որն է այդ կոչը։ Դա չես էլ գրել, եթե դու տես մտքեր ես ունեցել, բանալ հրապարակային քննարկման արարքը դարձնել, բանալ պաշտպանության կողմը փորձել քեզ քո մտքերի հետ վիճել, համոզել քեզ որ չէ։ Այսինքն ի սկզբանե իր համար պարզ է, գործը վերել են դատարան, ինքը պետք է դատավճիռ կայացնի մեղադրական։ Չէ՞ հետաքրքրում դա պարզ է, մեղադրություն տալ, քննությունը դատավճիռ մասին։ Այսքանով ես իմ մասը ավարտեցի պատվաժանական, խոսքը փոխանցեմ գործընկերներից։ Պատվաժանական, ես շարունակեմ